David Helen են ծառայել է կա։ Հիլիամ, դու միջև վերջ գնալու ես, հենց գնալու լինես կկասից։ Այ չէ, ես մասնատաստ։ Անհա Բարդոմյան, քանի չեք այդ ձեր կարծիքը կասեք եկեղեցու դեմ արշավի մասին։ Նաև այն, որ Գևորգ Սարոյանը ձեր տան հոգևորականներ հիմա դավաճանել բոլորին։ Ասում են ծանր եք տանում այդ փաստը շատ։ Ոչ մի բան դեռ ծանր չեմ տանում, բայց փոխանակ դեռ։ Սպասելի էր։ Հետո էլի։ Այդ նա դեռ ռոճալ է։ Դատարան ասը։ Դատարան Նիկոլյանն դատարանը։ Որոշել են նույն բանը։ Մերնան օրենքի զորությունը։ Դե այդ բանով տենց դատավարության դատարանում արման է, դատարանից դուրս Գևորգ է դառնում։ Հեսա կբերեն, հեսա արցել են դրել են զարի։ Երկար եմ ստեսնում։ Կապետ բան եմ։ Կապետ բան եմ։ Շարքարում եմ մացել։ Սենց ուրախ դատ մեկ չի տեսնում։ Ուրախ ենք նկարի եկեք։ Դասի ժողով։ Երկին էլ բերել ակրեսիկ է։ Մայրն ընտանիք։ Այսօր դատապանությունից հայտարարվում է կասկած շարունակություն ըստին ներկայացնել դատապանություն։ Ուրեմն դատվարի։
Նախ լուծենք զանգվածային լրատվության միջոցների տեսանելի հարցը, ներկայացել են զանգվածային լրատվության միջոցներ, կողմեր առարկություններում տեսանելի չկան առարկություններ։ Դերներ կան առարկություններ։ Ոչ, չկան։ Դատարանը որոշեց թույլատրել զանգվածային լրատվության միջոցների տեսանելի դատական նիստի ընթացքում։ Նախորդ դատական նիստը հետաձգվեց, նկատի ունենալով մեղադրողը ժամանակ խնդրեց գործընկերից անհամբերության։ Ագել մեղադրող ցանկացել է գործընկերին։ Այո, մեղադրել Արմեն Մամուլյանի ժամանակ ներկայացրեք ձեր անձնական հայրը։ Մամուլյան Արմեն Ռաֆիկի։ Ծննդյան ամիս ամսաթիվը տարի։ 14/02/1974 Դատավճռում նշված են ձեր կենսագրական տվյալները, ճիշտ են այդ տվյալները։ Որևէ փոխվել է այդ տվյալները։ Չի փոխվել։ Ձեզ բարձրաբանվել են ձեր յանքները պարտականություն։ Կարիք կա ձեզ լրացուցիչ բարձրաբանելու ձեր յանքները պարտականություն։ Չկա։ Որտեղ ձեր պաշտպան ներկայացել են Արամ Մակուչյան։ Արամ Մակուչյան։ Փաստաբանների պալատի փաստաբան Վարդնագի 18 Լավ, նստեք։ Նստեք։ Կարեն Կոմանի։ Կոմանյան Կարապետի 1951 թվականի սեպտեմբերի 20-ին։ Դատավճռում նշված են ձեր կենսագրական տվյալները, որը ճիշտ են, չի փոխվել։ Ձեզ բարձրաբանվել են ձեր յանքները պարտականություն։ Որտեղ ձեր պաշտպանը ներկայացել են Դուք նաև մյուս մեղադրողի Դավիթ հեռախոսները անջատ են։ Արմենը կատորվան։ Դասի ձեր անունով Չի լսում, որ ասում հեռախոսները անջատ։ Ժամանակ 1976 հոկտեմբերի 20-ին։ Դատավճռում նշված են ձեր կենսագրական տվյալները, որը փոխվել է տվյալը։ Ձեզ բարձրաբանվել են ձեր յանքերը պարտականություն։ Որտեղ ձեր պաշտպանը ներկայացել։ Լոր Խաչատրյան ներկայացել ձեր յանքերը Ծննդյան ամիս ամսօրի Դատավճռում նշված են ձեր կենսագրական տվյալները, որը փոխվել է տվյալները։ Ձեզ բարձրաբանվել են ձեր յանքները պարտականություն։ Որտեղ ձեր պաշտպանը ներկայացել է Դավիթ Մամասյանը, ներկայացրեք ձեր Դավիթների ամբարձումը 0708-1986 թիվ կենսագրական տվյալներից մեջ փոփոխություն չկա, ուղղակի պատվարժան դատան, դիտել տեսա, որ գրված է 3 անչափված երեխա, ու տեղեկացել ունեմ 4 անչափված երեխա։ Որտեղ ձեր պաշտպան ներկայացել են Պարոն Աթանեսյանը, պարոն Կարապետյանը, Տիկին Պապրանը, պարոն Մարկյանը, պարոն Հարությունյանը։ Հիմա եթե մի անգամ ըմտելից որը բան ասեցիք, բոլորը դուրս եմ արել։ Այդ մենք ենք էլ չի լինի։ Որ ամբարձում է որ կտանեն, ներկայացիք ձեր անհարդը։ Ժորների ամբարձում է 1988 Դատավճռում նշված են ձեր կենսագրական տվյալները, ճիշտ են այդ տվյալները, որը բան փոխվել է։ Ձեր ակնոցը օպտիկական է։ Լավ, որտեղ ձեր պաշտպան ներկայացել է Վայ Մակյան։ Բարձր նստեք։ Ձեր Մարատ Պողոսյանի մասով ըստ էության բողոք չի ներկայացվել, բողոք չի բերել։ Ճիշտ է, այս մասով հայտարարություն կա, չկա։ Լավ, հանրային մեղադրողի վերաբերյալ նախորդ դատականստին համապատասխան փաստաթուղթը հրապարակվեց։ Դատարանը պարզաբանում է, որ դատականստի նախագահի դատական հանցիկներն
Նախորդ դատականստին Նիկոնից ներկայացվեց կազմաձևավորվելու մտածող քարտը, այժմ անհրաժեշտ է հանրային ներկայացում։ Այդ մեր մասնավորապես պաշտոնավարել Արարատի ուղեկցի մարզերի կազմակերպության դատարան, որպես դատարանի նախագահ եւ այդ ժամանակահատված ընթացքում մեկ կամ երկու անգամ հեռախոսային խոսակցություն եմ ունեցել հեռավեր դատի համակցությունների նկատի ունենալով, որ դատարաններ նստավայր Մասիս քաղաքում եւ Մասիս քաղաքի նստավայրի հարակից տարածքի բարեկարգման հետ կապված առաջացել են որոշակի հարցեր։ Այս երկու հեռախոսային խոսակցությունն է եղել, որը չի վերածվել դեպերի հարաբերությունների կամ ջերմ հարաբերությունների կամ անգերական հարաբերությունների եւ ինձ չի կաշկանդում սենգործով բազմապրոմանի լրիվ եւ օբյեկտիվ դեմոսով իրականացնելու եւ օբյեկտիվ որոշումը կայացնելու։ Սակայն անհրաժեշտամարեցի այս ներկայությունը հայտնել նաեւ Օմեր նախագահ դատավորին դատականիստների կարգային եւ կազմակերպի կապասակայելու միշտությունն է դրատով Դատարանը անցնում է դատականության հրապարակում է կայացված դատական ակտի պետություն։ Մասնավորապես Երևան քաղաքի առաջին հայցանին հանրիվաստան տերական դատարանի 23-25-2020 դատավճիռը վճռել է ճանաչել է վճռել վերաբերել Արմեն Ռաֆիկի Մամուլյան անմեղությունը 2003 թվականի ապրիլի 15-ին ընդունված իրականացվեցի 2025 Անցանքի կատարման մեջ Արմեն Մամուլյանի կազմակերպության դատարանին եւ նրա արտարացնել հեսադերով բարակը նրա կողմից կատարած չլինելու պաշտոնաբանություն։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից հօգուտ Արմեն Մամուլյանի կողմնագանձել 2 միլիոն դրամ որպես փաստաբանի տեղանքի վարձատրության գումար։ Դատավճիռի օրինական ուժմաշնորհից հետո Արմեն Մամուլյանի նկատմամբ կիրառած կապանմիջոց 500,000 դրամ գրավիչակով գումարը վերադարձնել գրավիչին կամ վերջինիս կողմից լիազորված անձին։ Ճանաչել է վճռել Կարեն Կարապետի Օհանյանի անլոգությունը 2003 թվականի ապրիլի 18-ին Անցանքի կատարման մեջ Կարեն Օհանյանի նկատմամբ տեղեկատվական դատարաններ եւ նրան ապահովեցին հաստատելով առաջին դեպքից կատարած չլինելու պատճառաբանությամբ։ Դատավճիռի օրինական ուժմաշնորհից հետո Կարեն Կարապետի Ճանաչել է վճռել նրա Գոր Խաչատրյանի անհրաժեշտությունը 2003 թվականի ապրիլի 15-ին 225 հոդվածի 2 մասն նախատեսված անցանքի կատարման մեջ Գոր Խաչատրյանի նկատմամբ եւ նրան արտարացնել հաստատելով արարքը նրա կողմից կատարած չլինելու պատճառաբանությամբ։ Դատավճիռի օրինական ուժմաշնորհից հետո Գոր Խաչատրյանի նկատմամբ կիրառած կապանմիջոցը 1 միլիոն դրամի չափով վերադարձնել։ Դավիթ Մերի Ամրոսյանի մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 15-ին եւ Մաուրիսյանի հոդվածի 4 մասը նախատեսված անցանքի կատարման մեջ եւ պատիժ նշանակել ազատազրկում 6 տարի երեքամյա ժամանակով։ Դրա քրեական օրենսգրքի 79-րդ մասը կիրառում նշանակած բաժին հաշվարկել Դավիթ Ամրոսյանի 2018 թվականի մայիսի 31-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 2-ը, այնուհետեւ 2018 թվականի հուլիսի 6-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 17-ին անազատության մեջ գտնվելու 2 ամիս 14 օր ժամկետի հրաշքական նշանակել ազատազրկում 6 տարի 16 ժամկետի։ Դավիթ Ամրոսյանի նկատմամբ կիրառած կապանմիջոց փոխփոխել եւ վերջինս նկատմամբ որպես կապանմիջոց կիրառել 5 միլիոն դրամի չափով գրավի գումարը վերադարձնել գրավողին կամ վերջինս կողմից լիազորված անձին։ Կապանմիջոց կարագի մասով դատավճիռի կատարումը հանձնել է Հանրապետության Օգորոպեդին եւ նրա համակարգական ծառայության։ Դավիթ Ամրոսյանի նկատմամբ նշանակված բաժի սկիզբը հաշվարկել վերջինիս փաստացի արտադրքի վերստելու բանից։ Պատիժը դեպքերի նրան արտադրության նախարարության համապատասխան քրեատորական։ Գոր Մերի Ամրոսյանի մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված
մասը գրականացիքի։ Երբ հարիսումը տեղադրված եւ մասը առաջին դեպքում ցանկացած մեջ առանց պատիժ նշանակելու քրեական պատասխանատվության ենթարկելու բաղադրության ժամանակին ասացնելու։ Դատաճեն օրական ուժաշնորհելուց հետո գոր ամբասումների կարգավորված կապանուչից եւ կողմերն շահագրով վերադարձել դրավատուի։ Դատավճռով լուծվել է նաեւ գրեւի ապացույցների եւ արտահայտային փաստաթղթերի հարցը։ Նշված դատավճռի դեմ վերականգնիչ բողոքի ներկայացը վերադատախազության Երևան քաղաքական հաղորդակցության ով նշելով համապատասխան պատճառաբանությունները միջնորդել է Երևան քաղաքի առաջին ացնիկան երեքսակերականատանի հիշել դատավճռը Արմեն Մամուլյանին, Արեն Ռոհանյանին, Արմենակ Աղբանյանին եւ 14.04.2003 թվականին քաղաքական օրենսգրքի 225 երկու մասով հատկացնելու Գորմերի համբարձումների մեսագրով հարակը 14.04.2003 թվականին քաղաքական օրենսգրքի 255 մասի առաջին կետով որակելու, ինչպես նաև դրա ստատիական կիրառած կապանուչացնելու վերահսկելու մասով ներկայացնել եւ բարեկի նյութերը փոխանցելու Դավիթ Մերի համբարձումների նկատմամբ այլընտրանքային կապանուչից կիրառած 5 Գրավատուին կան վերջինիս կողմից դիազորված անձի վերահսկելու մասով Դավիթ համբարձումների նկատմամբ որպես այլընտրանքային կապանուչից կիրառած 5 դրամ վերաբերյալ գումարը դարձնել պետության երկրորդ։ Առաջին այցելի դատանի հիշան դատավճռի դեմ վերականգնիչ բողոքի ներկայացրել նաև Միադրանել Դավիթ Համբարձումների գող համբարձումների պաշտպան Վահե Մակարյանը, նաև Դավիթ Համբարձումների պաշտպաններ Վահե Խաֆարյանը և Արմեն Ղարաբաղյանը, որոնք նշելով համապատասխան պատճառաբանությունները խնդրել են Դավիթ Մերի Համբարձումների և գող Մերի Համբարձումների մասով հայտարարել Երևան քաղաքի առաջին այցելի բանվերացին։ Քրեական դատանի 2025 թվականի հոկտեմբերի 23-ի հիշել դատավճռը կայացնելով դատական Դավիթ Համբարձումյանի և գող Համբարձումյանին առաջադրած ներառնելու մարտիրոսներ Վերջիներիս նկատմամբ իրականացվող քրեական հետաքննի դատարանները Դավիթ Համբարձումյանին անապահով ազատել քաղաքից առաջին այցելի առաջին պահանջի բաժանման դեպքում Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված պատժի ներկայացնել եւ նրա ԱԺ 01-11-2018 թվականին ընդունած Երևանի հիմնադրամի 2800 Հայաստանի առաջին հանրապետության անկախից վարչական Ավրամեկի կապակցությամբ քրեական գործերի համաներում հայտարարել մասնավորի համաձայն Դավիթ Համբարձումյանին ազատել պատժից կամ նշանակված պատժի պայմանագրերի չկիրառել։ Պաշտպանները բողոքին կից ներկայացրել են նաև մի շարք ուսումններ, խնդրելով ազատությունից ըստ պաշտպանների ձևակերպման ապօրինի զրկված ներառել Դավիթ Համբարձումյանին հանրապետության արձակելու կյանքից, հետազոտել Հովհաննես Բալաբանյանի կողմից ներկայացված Արարատի մարզի ողջաշատ եւ Արմենս Բուդեի հաշվարկի ծրագրի ունեցած դեպքի վերաբերյալ գործի մոտերում կա տեսակետություն։ Առաջին այցելի դատանի հիշել դատավճռի դեմ վերականգնիչ դատանը բողոքի ստացել նաև քաղաքականությունների պաշտպանության կոմիսիայի պաշտպանը գաղափարչելով համապատասխան պատճառաբանությունները խնդրելով վերականգնիչ բողոքի Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կապանուչից ընդունված պայմանները վերացնել նրան անապահով ազատ արձակել։ Երևան քաղաքի առաջին այցելի դատանի հիշել դատավճռը Դավիթ Համբարձումյանի մասով հայտարարել եւ այն փոխանցել եւ նրան առաջադրած ներառում ապուշության պատասխանել։ Կամ քրեական գործը Դավիթ Համբարձումյանի մասով ըստ տարածքային գործերի արարատի մարզերի առաջին այցելի ընդհանուր իրավասության դատարան սահմանելով նոր քննության ծավալները։ Վերականգնիչ դատարանը վերականգնիչ բողոքները բարեփոխելու մասին որոշման հետևել որ պաշտպանի Վահե Մակարյանի Գաներ Պահրամի եւ Ռաման Կարապետյանի մի շարք ուսումնները ըստ իրենց ձևակերպման ազատությունից ապօրինացված ներառել Դավիթ Համբարձումյանի քաղաքացիական ազատ արձակելու եւ Հովհաննես Բալաբանյանի կողմից ներկայացված 22.04.2018 թվականի Արարատի մարզի ողջաշատի Արմենս Բուդեի հաշվարկի դեր ունեցել դեպքի վերաբերյալ մասին երկու քննարկել դատականից Արարատի հանրային մասնավոր մասնակիցների ներառել Դավիթ Համբարձումյանի նաև ներկայացրել ողջաշատ վարկերի դրսևորումների մասը հնարավորություն ընձեռելով նրանց վերաբերյալ հայտնել իր որոշումներ։ Նկատի ունենալով որ ներկայացվել է ինչպես արդեն արձանագրեց ներառել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դրած կապանուչից փոխելու վերաբերյալ հիշողություն, ինչը երբեք անապահ քննության դատանը քննական արդյունք դարձնում նշված հիշողությունը։ Հիշողությունը ներկայացնելով խոսքը տվում է պաշտպանական կողմի
Երևան քաղաքի առաջին քանի իրավասության դատարանը սյունադրական գործով 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատարանով միաժամանակ փոխել է վերացրել է Դավիթ Համբարձումների նկատմամբ 7 տարուց ավելի ժամանակով կիրառված գրավ այլմիջական խափանման միջոցը և կիրառել է կալան խափանման միջոցը, ընդ որում առաջին ատենի դատարանը կիրառել է անժամկետ կալան։ Առաջին ատենի դատարանը անդրադառնալով պարոն Համբարձումյանի խափանման միջոցի փոփոխությանը մասնավորապես արձանագրել է հետևյալը. նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, որի շրջանակներում նշանակվել է ազատազրկում, որը Դավիթ Համբարձումյանը ըստ առաջին ատենի դատարանի պետք է կրի, առաջին ատենի դատարանը գտել է, որ մեծ է հավանականությունը, որ պարոն Համբարձումյանը կթաքնվի, այդ կերպ պատժի կրումից խուսափելով։ Սա է առաջին ատենի դատարանի ըստ էության խափանման միջոցի վերաբերյալ ողջ պատճառաբանությունը։ Պատվարժան դատարան նախ պաշտպանական կողմը ցանկանում է անդրադարձ կատարել 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով պարոն Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետ սահմանված չլինելուն և պատվարժան դատարան ըստ էության նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն դեպքում մասնավորապես առաջին ատենի դատարանը չի ղեկավարվել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված այն իրավանորմերով, որ դատական վարույթում կալանքը բացառապես ժամկետային պետք է լինի, պաշտպանական կողմի համար ենթադրելի է, որ ամենայն հավանականությամբ առաջին ատենի դատարանը փորձել է հիմնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հիմքի վրա, մասնավորապես այն դեպքում, երբ անձը դատապարտվել է իրավասու դատարանի կողմից հանցանք պատճառի համար։ Մինչդեռ պատվարժան դատարան սույն դեպքում առկա են մի շարք առանցքային հանգամանքներ, որոնց հաշվառմամբ Դավիթ Համբարձումյանի կալանքը դարձվում է ոչ իրավաչափ և հետևաբար հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասնարարին, որ դատարանը պետք է կալանքից ազատվի յուրաքանչյուր անձի, ով անհիմն ապօրինի զրկվել է կալանքից, գտնում են, որ վերաքննիչ քրեական դատարանը պետք է ազատ արձակի Դավիթ Համբարձումյանին։ Անդրադառնանք Սահմանադրության 27-րդ հոդվածին, ինչ է հռչակում Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասը, մասնավորապես նշված է հետևյալը. ոչ ոք չի կարող ազատությունից զրկվել այլ կերպ, քան տվյալ հոդվածով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով։ Ընդ որում ձեր ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ նշված իրավանորմը հենց նշված է և շահկապի միջոցով, այսինքն պարտադիր է տվյալ հոդվածով նախատեսված դեպքի և օրենքով սահմանված կարգի միաժամանակյա առկայությունը։ Պատվարժան վերաքննիչ դատարան ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել Սահմանադրական դատարանի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴՕ 1295 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման վրա։ Մասնավորապես ՍԴՕ 1295 որոշմամբ Սահմանադրական դատարանը արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բովանդակությունից անմիջականորեն բխում է, որ անձնական ազատությունից զրկելու իրավական չափանիշները սահմանվում են Սահմանադրությամբ, սակայն անձնական ազատությունից զրկելու կարգը սահմանվում է օրենքով։ Հետևաբար պատվարժան դատարան այժմ պետք է հասկանանք, արդյոք Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենքը նախատեսում է կարգ դատական վարույթում անժամկետ կալանք կիրառելու վերաբերյալ և արդյոք քրեադատավարական օրենքը սահմանում է որևէ կարգ առհասարակ պատժի կրումից խուսափելու նպատակով կալանք կիրառելու դատական վարույթում։ Այսպես պատվարժան դատարան համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի առաջին մասի կալանք յուրաքանչյուր դեպքում 3 ամսից ոչ ավելի ժամկետով